Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո, ամեն։ Եթե մենք հոս ենք այսօր սիրելիներ, ուրեմն մեկը պատճառ եղած է ադոր։ Ճամփա բացած է, որովհետեւ ազգիմը կյանքը մեկ օրվա մեջ չի գերգրի։ Հավատքը մեկ էլ մեջտեղ չի կար։ Ինչպես բդուղը, երբ որ գուզես ճաշակել, պետք է ցանես, պետք է հնցես, ժամանակին չրես, որ բդուղ տա, նույն ձևով հավատքի կյանքը թարեր շարունակ կաջի մեր ազգի մեջ։ Եվ այդ պատճառը այսօր Գրիգոր Լուսավորիչն է, Սուրբ Գայանե գույսն է, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Մայլանե գույսերը, որոնք եղան բդուղները այդ մեծ ցանելու, որը Թադեոս եւ Բարթոլոմեոսը, երբ որ Հայաստան եկան, արդեն սերմեր ցանեցին, որը կամաց սկսավ բդուղը։ Այդ բդուղն էր Գրիգոր Լուսավորիչը, որը երիտասարդ էր այն օրերում եւ ըլլալով գիտակ ասորերին, հունարենին եւ լատիներեն լեզուին կանցնի ծառայության Տրթատ թագավորի պալատի մեջ որպես քարտուղար։ Եվ գրթված անձ էր, այսինքն քարտուղարը ցենք ոչ թե հեռացայինին կպատասխաներ, այլ խորհրդատուն էր թագավորի եւ իր առաջի մարդոց մեջ էր։ Եվ որպես պալատական պիտի գիսեր թագավորի ուրախությունը եւ օրը Տրթատ, երբ որ հաղթանակած կվերադառնա պարսիկներու թեմ պատերազմին, ինչպես սովորություն էր հռոմեացիներուն, ամեն մարդ պիտի երթար թագավորական տաճարի մեջ, ինչնելու զոհմատուցանելու կամ խումբ մծխելու այդ մեծ արձաններում։ Բայց իզարմանը սիրեն, կտեսնեն, որ Գրիգորը հոն չէ, երբ որ կբրբդեն, կսե, որ ես միակ ապրող Աստծուն կպաշտեմ, որու անունը Հիսուս Քրիստոս է։ Անշուշտ այդ տեսակ հավատքը արգելված էր, այսինքն illegal էր, անոր համար ասին, որ քեզի կսպառնան, քեզի կսպանեն, բայց ինքը իր հավատքը ավելի մեծ էր, քան մահը։ Եվ որպեսզի իրեն դանչեն եւ տանչանքով կյանքը վերջացնեն, շատ խիստ հանցագործներու համար փոստ փորված բադիժ մկա, փանդ մկա, որ մենք այսօր խոր վիրապ կսենք, ուր հոն մտնողը երբեք չեր ելնել, ուր լեցուն էր հանցագործներու ոսկորներով եւ օծերը եւ կարիճները ադոր մեջ կմնան։ Եվ ահա խոր վիրապ կնեդեն, ուր սուրբը կմնա 13 տարի։ Այդ ընթացքին Հռոմեն Հայաստան հասած կույսերը, Գայանե եւ Հռիփսիմեն, Տրթատ թագավորը բռնել գուտա իրենց եւ կնահատակե իրենց հավատքի պատճառով։ Եվ քանի որ սրբության վրա ծեր բարձրացած էր, կպատժվի թագավորը։ Չի գրնալ որ նստի իր սենյակը։ Կսե Ագաթանկեղոս պատմիչ խոզերու կնմանի, կսե էպիլեպսիի պես հիվանդություն ունենա, քաղաքի եւ տարբեր երկրներու բժիշկները չեն գրնալ ովևէ բան։ Մինչև իր քույրը Խոսովի թուղթ, որ գաղտնի քրիստոնյա էր, երազի մեջ կտեսնե, որ հեշտակը գսե միայն Գրիգորը գրնա բուժել ու եղբայրը։ Սկիզբը չի հավատալ, բայց երբ որ կգրկնվի, կսկսե մտածել ով էր այս Գրիգորը, 13 տարի առաջվա հանցագործը ինչպես ողջ պիտի լա։ Եվ երբ որ գհրամայե երթան ճիշտ խորունգ փոսի մեջ բարանը գնեդեն, որբեսի թուրս անեն։ Եվ իզարմանը սիրեն, երբ որ պարանը գնեդեն, մեկը գքաշի այդ պարանը, այսինքն 13 տարի ողջ մնացած էր։ Գրիգոր գելնե եւ աղոտ կնե թագավորին համար, թագավորը գբուժվի, բայց ոչ ամբողջությամբ։ Եվ Գրիգոր գսե իրական բժիշկը Քրիստոս ինքն է, եթե գուզենք մենք ամենքս բժշկվենք, պետք է քրիստոնյա դառնանք։ Եվ իրեն կղրգեն Կեսարիա, ու գտարնա քահանա, գտարնա եպիսկոպոս եւ գտարնա առաջին հայրապետը, կմգրդե ամբողջ ազգը եւ մենք կդառնանք քրիստոնյա։ Եվ այդ պատճառով սիրելիներ նաեւ մեծ տեսիլք կուտա Աստված Գրիգոր հայրապետին, որը մեր ազգի տեսիլքն է։ Եվ այսօրվա դորը դոն կաթողիկի էջմիածն է, այսինքն այդ դորը, որ Գրիգոր Լուսավորիչը տեսավ այդ տեսիլքը, որ պիտի կառուցեր տաճար, մեծ եկեղեցի, թե ուր որ Հիսուս ինքը իջավ, ադոր համար միածնի իջնելու վայրն էր։ Եվ գսե որ Ագաթանկեղոս ինքը Քրիստոս բարձր եւ ահեղ կընթանա լուսեղեն զորքի առջևեն եւ ձեռքին ուներ ոսկե մեծ մուրճը եւ բոլորը անոր յետևեն գուկային եւ անիչավ հասավ մինչեւ երկրին հադագը քաղաքի մեջտեղը
զարնեց լայնադարած գետնին և մեծ թնթյուններ հնչեցին անթունքներու խորքերեն, և դերը սավ հոս պիտի պաշտե իմ ժողովուրդս ինձի։ Եվ միացնի իջնելու տեղս եներ նաև սրբուհիներու նահատակված տեղներ, ադոր այսօր Հայաստանի Էջմիածին քաղաքի մեջ շատ մոտ եկեղեցիներ կտեսնենք, ուր թաղված են սրբուհիները, ուր ամեն կիրայի պատարակ կլա։ Այսինքն մենք քրիստոնյա դարձանք 301 թվականից ելիներ, Հռոմեն առաջ, դեր կհալածվեր Հռոմի մեջ կրոնքը, բայց մենք հայերս ասինք, որ պիտի ընդունենք այս հավատքը, որտեղ մեզի կյանքում։ Ուրեմն եկեղեցին միշտ հալածված եղած է, եւ այսօր հալածված է սիրելիներ, որտեղ Քրիստոսը ասավ ինձի հալածեցին, ցեզի պիտի հալածեն։ Երկրի վրա նեղություն պիտի ունենանք, բայց քաջալերվեցեք, որտեղ ես հաղթեցի աշխարհին։ Առաքելական շրջանին ունեցած ենք հալածանքներ, համայնավարներու շրջանին ունեցած ենք, փորձած են մեզի հավատափոխել, այլասկեր, թուրքեր և օդարներ փորձած են մեզի սպանել, սպառնանք դնել, որ մենք մեր հավատք ունենանք, բայց ապրին, բայց մենք ինչ ասածենք, մենք կհավատանք Սուրբ Գրիգոր Լուսավորչի դեսիլքին, որ մեզ ոչ ոք կրնա զարթված խլելու։ Եվ այսօր սիրելիներ, շատ խաբուսիկ գաղափարներ կա, թերևս մեզի չեն սպառնար բացահայտ սուրերով, բայց ընտանեկան արժեքներու դեմ պայքար կլա, միայն նյութականի հաջողության վրա կկենտրոնացնեն մեզի։ Այսօր երիտասարդ ցելուլը կփորձե AI-ով Աստված շինել, որպեսզի այդ կոմպյուտերը, այդ քեր մեծ համագարկիչը իրեն համար Աստուծո գործերն է, ամեն պատասխան դա իրեն հարցերում։ Բայց Աստված կսե ես եմ դերը, ինձ ինքից մի խաբեք ովևէ նոր գաղափարներով։ Այսինքն, երբ որ հավատքիդ խարիսխը զորավոր է, մեկը չի գրնար քեզի տեսիլքեդ զրկել։ Ադորմարան դերը գսե այսօրվա ավետարանի մեջ, հայրս այդ ոչխարները ինձի տվավ, այսինքն հայազգ ինձի տվավ, եւ ոչ ոք կրնա հափշտակել զանոնք իմ հորս սերքեն, որովհետեւ հայրս բոլորեն ավելի մեծ է, ամենեն ուժեղն է, ինքը ստեղծած է երկինքն ու երկրի։ Մեծ ժառանգության հետ մեծ պատասխանատվություն կկասվի։ Եթե հայրդ քեզի մեծ ունեցված ցկածը լար, բայց չես գործածել կամ սխալ գործածես, արդյունքը գլա նույնը, այսինքն գապ չունի սադոր հետ, կամ ալ գսպարես, որովհետև ոչ մեկ չանք չես տապացադոր գլա։ Մենք կհբարտանանք առաջի քրիստոնյաներն ենք, բայց հարցումը հետևյալն է, որ չափ կապրինք այդ կյանքով, քրիստոնյա կյանքով։ Իրական հաղորդագից ենք Քրիստոսին, կգործե մեր կյանքերու մեջ, ժամանակ ունինք իր հետը ըլլալու։ Չէ որ Քրիստոսը ասավ, ես եկա որպեսզի կյանք ունենամ եւ լեցուն կյանք ունենամ։ Ինչ ձևով լեցուն, հավատքով, սիրով, համբերությամբ, խաղաղությամբ։ Մեկ հատ ինձ ինքիս հարց տամ, լեցուն եմ այդ ամեն ինչով, Աստված կաբրի իմ մեջս։ Տերը գսե որ դուք եք երկրի աղը, բայց եթե աղը իր համը գործընծնե, ինչով պիտի աղեն զայն։ Դուք եք աշխարհի լույսը, լերան վրա շինված քաղաքը չի գրնար պահվի։ Աղը համ գուդա եւ չի ցկեր որևէ բանը փչանա։ Քրիստոս գսե դուք հավատացյալները, հայ ազգը, աղն եք այս աշխարհի։ Մեկը ցեզի նայելով իր հավատքը գործընծնե կամ աղի պես լույս կուտանք իրեն, որբեսի մեր հավատքը զորավոր մնա։ Համ կուտանք մեր հավատքով, պատճառ ենք, որ ուրիշը հավատքը չգործընծնե։ Ինչով լեցուն է մեր կյանքը սիրներ, նյութաբաշխությամբ, սպաղումով կամ Քրիստոսով։ Խաղաղություն, համբերություն, հնազանդություն ունինք, եթե այո, ուրեմն Գրիգոր Լուսավորչի դեսիլքը մեր վրա գաստ է։ Եվ եթե չունինք խաղաղությունը, չունինք սերը եւ Աստծո հետ ժամանակ չունինք սիրներ, ուր որ Քրիստոս բացակա է, սատանան ներկա է, այսինքն խավարը մեր կյանքի վրա գտիր է։ Ադորամար Հովանես Ավետարանի այսօրվա ավետարանի մեջ կսե քողը, որ սատանան է, գուքա միայն քողնալու, սպանելու եւ փչացնելու համար։ Եթե չենք լեցվի Քրիստոսի ներկայությամբ, ուրիշ բանով կլեցվինք, որը մեզի կքանթե, իրար մեկը բաժնե եւ մեզի նեղության մեջ կպա։ Կրնալ լավ սիրներ շատերս հարադեպ վասկի մեջ ենք, որովհետև սխալ դեր կփնտրենք մեր հանգստությունը, նյութի, ճամփորդության, հարստարության, մրցումի, ավելի բարձր ելնելու այդ corporate աշխարհի մեջ, բայց կտեսնենք, որ երբ որ կհասնենք, այլևս իմաստ չունի, որովհետև հանգստությունը ադոր մեջ է։
Սուրբ Գրիգոր խոր վիրապի մեջ շատ մտերմացել էր Աստուծո։ Երբ որ ելավ տարիներ հետո պալատը կապրել, ինքը փախավ պալատը, սավ քարայր մը գտնել, երթամ Աստծույց հետը լավ, որտեղ երբ որ Աստուծո հետ ենք, մեր կյանքը որևէ բանի գարիք չունի, որտեղ ամփոփչությամբ լեցուն է։ Եվ երբ որ Աստուծո հետ չենք, ինչ ալ որ ունենանք, բարապի։ Ադոն համար Տերը գսե ինձի եկեք դուք բոլորդ հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ պիտի տամ ձեզի։ Ձեր վրա արեք իմ լուծս եւ ինձ մեզ օրվեցեք, որովհետեւ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք իր հետը ըլլալով։ Ուրեմն Սուրբ Գրիգոր եւս իր հավատքի կյանքով մեզի Քրիստոս երթալու ճամփան գծցնե։ Գսե որ այս կյանքը լուծ մը կա, ծանրություն մը կա մեր վրային։ Քրիստոս գսե որ եկեք միասին անցնենք աս լուծը, որովհետեւ ես ձեզ մե փորձարու եմ եւ ես է որ կյանք։ Եվ սիրելիներ, թեպի Աստված դարձը ազգը հարադեգություն կպահանջի։ Եթե գուզենք Աստծո դարձի մեջ մնալ, մեկ անգամ չենք դառնալ եւ կվերջանալ։ Երբ որ Աստծո այդ հավատքի կյանք ուզենք ապրել, հարադեգություն պետք է ունենանք, որ գդուկ տա։ Որևէ բան մշակելու համար հարադեգություն պետք է։ Մարզիկը, ուսանողը, ուսուցիչը հարադեգ կաշխատի իր վրա։ Հավատքն սիրելիներ գայուն ստատիկ բան չէ, մգանի բերս է, մեկ գուժեղանա, մեկ կտակարանա։ Եվ երբ որ Աստուծո հետ ենք, այն ադեն, որպես քրիստոնյա մեր հավատքը ամեն օր գուժեղանա։ Ադորամար գսե Տերը, քնեցեք դուք ձեզ, տեսնելու համար թե նույն հավատքի մեջ կմնաք, ինչ որ գիտեիր անցյալ տարի, 10 տարի առաջ, թե նույնն ես կամ աճած ես։ Փորձեցեք դուք ձեզ, Քրիստոս Հիսուսի ներկայությունը գսկաք ձեր ներսդին, ամեն օր գսկանք ադիգա, թե բարձրապես իր անունը կգրենք, գսենք մենք քրիստոնյա ենք, Գրիգոր Լուսավորչի ժառանգելն ենք, եւ դարձիք, մենք մեր կյանքը կապրենք, կապ չունենալով Աստուծո։ Ուրեմն սիրելիներ, օրական քննենք մենք մեզ, ինչ տեսակի կյանք կապրենք։ Սուրբ Գրիգորի ժառանգորդներն ենք, կաջի իրեն փոխացված տեսիլքը մեր մեջ, եւ մենք այդ հավատքով կզորանանք, գիտենք իրեն իր բարեխոսությունը կխնդրենք, աղոթքով գնստենք Աստծո ներկայության մեջ, ինչպես Սուրբ Գրիգորը այդ խոր վիրապի մեջ կամ քարայրի մեջ։ Եթե այո, ուրեմն հբարդության փայ ենք եւ մեր թե անհատական, թե ընտանեկան, թե ազգային գործերը պիտի հաջողին, որտեղ Քրիստոս է, որ պիտի հաջողվի։ Ուրեմն թող մեր հավատքի հայրը հարադեպ բարեխոսե, որ մեր ազգը անսասան մնա առաքելական հավատքի մեջ եւ մենք ալ փառք տանք Աստուծո, որ մեզի ընտրած է որպես իրեն ընտրյալ ժողով։ Որով օրհնյալ է Հավիդյանս, Հավիդինից, ամեն։